Իսկ դուք գիտեիք, որ եթե մեր երկրագունդը ունենա երկրորդ տարևը, ապա եւ երկրագնդում կլիմայական փոփոխությունները շատ մեծ կլինեն ու կարծում եմ շատ աղետալից կլինեն։ Պատկերացրեք, օրինակ մի օր դուրս եք գալիս եւ տեսնում եք երկնքում երկրորդ տարևը, իհարկե առաջի տպավորությունը շատ ոգեշնչող կլինի, բայց կան նաեւ աղետալից դրվագներ։ Եկեք խոսենք դրա մասին։ Առաջի հերթին, եթե արեգակը լինի մեր արեգակի չափ, ու գտնվեն հեռավորության վրա ոնց որ մեր արեգակն է գտնվում, ապա կլիմայական բարձր փոփոխություններ կլինի, այսինքն երկրագունդը կրկնակի ավել էներգիա կստանա ու դրա պատճառով կենդանիներ կսկսեն որոշ կենդանիներ իհարկե կմահանան, բայց որոշները կսկսեն հարմարվել դրա մեջ, սառցադաշտերը լրիվ կհալվեն, ծովի մակարդակը կբարձրանա, քաղաքները կընկնեն ծովի տակ, դա իհարկե շատ վատ է, բայց եկեք նաև պատկերացնենք, թե մարդկությունը այդ դեպքում իհարկե եթե երկրորդ արեգակը հայտնվի մեր երկրագնդի համար, մարդկությունը պետքա ստեղծի նոր տեխնոլոգիաներ կրկնակի ջերմաստիճանից պաշտպանվելու համար, կարծում եմ, որ կստեղծվեն ստորգետնյա քաղաքներ ու մարդկության մեծամասնություն կսկսի ապրել այդ քաղաքներում կամ շենքերը կստեղծեն այնպես, որ կարողանան այդ ջերմությունները պահել, իհարկե դա շատ վատ կլինի ու կարծում եմ ամբողջ աշխարհում կլիմայական մեծ փոփոխություն կլինի, շատ հնարավոր է Աֆրիկան արդեն դառնա ինչ-որ սառցադաշտ, հյուսիսային Սառուցյալ օվկիանոսը ամենատաք տեղը լինի։ Այսօր այսքանը, հետևում եք իմեջին, մեկնաբանությունը գրում եք ձեր կարծիքով, անպայման վիդեոն լայքում եք,